Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 22-ն է 2026 թվական։ Այսօր Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ Երևանում էինք շրջայց կատարում, Աչափնյակ թաղամասում, իհարկե ընտրությունների թեմային կանրադառնամ, վաղը նախատեսվում է, որ մայիսի 23-ին կլինենք Լոռու մարզում, Վանաձոր չենք մտնի, դա թողել ենք առանձին այցելության, կլինենք Կիրակի օրը Կոտայքի մարզում, այն բնակավայրեր, որ նախորդ անգամ չենք եղել, մի խոսքով ձեզ պարբերաբար կիրազեկենք մեր այցելությունների մասին, բայց ամեն դեպքում ժամանակ գտա, որ գամ նյութերին ծանոթանամ եւ ձեզ հետ շփվենք, այն ինչ որ հիմա ներկայացնում եմ Հայաստանի վերաբերող, դա էլ է ընտրություններին վերաբերող, որտեղ այս ակտիվությունը, որը որ կա, ընտրություններից առաջվա ակտիվությունն է, որ ազդեցություն ունենա ընտրական process-ների եւ արդյունքի վրա։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները։ Իհարկե, այդ տրամաչափի պաշտոնյայի կողմից բարեկամ երկրի վարչապետին ասել ցինիկաբար, դա առնվազն ցինիկություն է։ Հարցն է ճիշտ է ասում, հարցն այն չէ, թե ինքը ճիշտ է ասում, թե սխալ, կամ տեղ ունի դա ասելու, թե սխալ։ Բայց նման կարգի վերաբերմունք արտահայտելը վերաբերում է նաև պետությանը, թե չէ որ Փաշինյանին խոսքը վերաբերվի, այնպես չի որ մենք պակաս բաներ ենք ասում։ Բայց միջպետական հարաբերություններում, այն էլ բարեկամ պետությունների մեջ, սա ցույց է տալիս, որ իրանք իրանց իրավունք են վերապահում նման կերպ արտահայտվել։ Միևնույն ժամանակ պետք է որոշում կայացնել, մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։ Փաշինյանի ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը փորձ է շարունակելու օգտագործել եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով, ինչը Հայաստանն արդեն տվել է հնայի 2.5 անգամ աճ։ Քաղաքական առումով Փաշինյանն արդեն բոլոր որոշումները կայացրել է։ Մեկ անգամ եւս ասենք, որ Փաշինյանը բացարձակ ցանկություն չունի Եվրամիություն գնալու։ Նա պարզապես պետք է Եվրամիության գագաթնաժողովը քաղաքական ընտանիքի հավաքը Հայաստանում ծառայեցներ նրան, որպեսի արևմտամետ ուժերի ձայն տանել, չնայած առանձնապես ուրիշ ուժեր չկա, որ այդ ձայն տաներ, որովհետև իր արբանյակ ուժերը բոլորն էլ գիտեն, որ նրանք հայտարարել են, որ մենք մտնենք խորհրդարան, ձայնը պակասի տալու ենք Փաշինյանին։ Մարդիկ էլ ասում են, ձեզ ինչի ձայն տանք։ Ձեզ ձայն ենք տալիս, որ ձեռն տանեք տակ Փաշինյանին։ Դուք չեմ հասկանում, վարչապետի տեխնացու եք, թե բռոկեր։ Ասում եք, մեր 4%-ը տվեք, մնացածը տանենք տանք Փաշինյանին։ Պարզ չի, որ մարդը պետք է ասի, բայց ձեզ ինչ են տալիս։ Այսինքն այդ պարզ է, որ նրանց չի վերաբերվում։ Դա վերաբերում է իրականում պայքարող այն ուժերին, առաջի հերթին ես նկատի ունեմ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, որ ընդգծված ասում է, որ Հայաստանը առաջին իսկ քայլը ունենա մեծամասնություն, հայտ է ներկայացնելու Եվրամիության անդամակցության։ Երկրորդ, չունենա մեծամասնություն, կոմպրոմիսի արդյունքում, այո, կարող են նաև կանգնել մեծ տեխնացուի օգտին, այլ որպեսզի երկրում բախում չգնա, դրա մասին էլ կխոսենք։ Եվ երրորդ, եթե նույնիսկ դա էլ տեղի չունենա, մենք ամեն ինչ անելու ենք, օգտագործենք հարթակը, որպեսզի հասարակության կողմից ստորագրահավաքի միջոցով ճնշենք օրվա իշխանությանը, հայտ ներկայացնել Եվրամիությանը։ Դա հստակ է։ Այսինքն այս դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը եթե ձայն տաներ, մարդիկ պետք է ասեն, դե նա Փաշինյանն էլ այլ է, արևմուտքան վտան, ձեզ ինչի ձայն տանք, այն էլ դե Փաշինյանը չէր կարող երկարտեն ձգեր, որովհետև միանգամից պարզ դարձավ, թե որ ինչքան է սիրում Պուտինին։ Բայց եւ Վոլոդինի եւ մյուսների արածը նաեւ վերաբերում է հետեւյալին, որ ժողովուրդ ջան, իմացեք, մենք սանկցիաներ ենք կիրառելու։ Հանկարծ եթե որևէ ուժ ցանկանա ձեզ Եվրոպա տանի, դուք խնդրեմ կունենաք։ Այսինքն վախեցնում են ընտրողին, ժողովուրդ ջան։ Եթե չէ Փաշինյանը, եթե նրանք լավ էլ լեզու կգտնեն։ Հիմա դա է հարցը, որ շատերը կասկածում են, որ սա նաև ինչ-որ միտեղ Փաշինյանի հետ միասին պասերով խաղ է, էլի ոչ թե Փաշինյանի դեմ խաղ է։ Ընտրողին վախացնեն Եվրամիության ուղղությամբ մի քվեարկեք, իշխանություններ Եվրոպայից ինչ կարողացավ ձայն պոկի այն ուժերին, որոնք ասում են իրականը մենք ենք դա էր։
Հիմա շարունակություն է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ, որը այս վերջերս բլբուլ է կտրել, նա շատախոս մարդ չէր, բայց Հայաստանի հետ կապված երևի որ չկա, որ կարծիք չհայտնի։ Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Շատ տարօրինակ արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր։ Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ ուզում է մնալ կառույցում։ Այսինքն ասում է, կողմս էլ ուզում ենք, բայց ես ինչի ենք իրար ուտում։ Դե մենք էլ ենք ասում, Ժորժ ջան, ես ինչի եք ձեզ ուտում։ Փաշինյանն ասում է, ես Եվրամիություն չեմ գնում։ Ինչ եք ամեն օր այս հայտարարություններն անում։ Ում համար եք այս հայտարարություններն անում, որ նույնիսկ խորհրդանում լինի Փաշինյանի ուժը եւ ռուսամետ ուժերը։ Ու հասարակության այս զանգվածը, որը որ գտնում է Հայաստանի ապագան Եվրամիության կազմում, այդ ընտանիքի կազմում, սերունդ, որը ծնվել է անկախության տարիներին, չի տեսել խորհրդային միություն, սերունդ, որը որ ապշածը դեպի կապ ունենք Ռուսաստանի հետ, լինելով անկախ պետություն, նրանց փոխարեն քվեարկեք եւ որոշեք Հայաստանը ավելի սերտ համագործակցի Ռուսաստանի հետ, լուրջ եք ասում։ Այդ սերունդը չի ճանաչում աշխարհը, չի շրջում աշխարհում, չի կարդում այդ ամեն ինչը բնագրից, չի տեսնում Ռուսաստանի տնտեսական, սոցիալական վիճակը, չի տեսնում քաղաքական վիճակը, ժողովրդավարության մակարդակը։ Այսինչ եք անում, Ժողովուրդ ջան։ Հիմա նաեւ ուղղակի այս թեմայի ուղղությամբ հեսա կանցնեմ նաեւ աշխարհակաղակական իրադարձություն, բայց ընտրությունների թեմայի հետ կապված հետեւյալն ասեմ։ Այ հիմա Գելափը ինչ որ հարցումներ է արել, տվել, որ SS ուժերը այսքան ձայն են ստացել եւ այլ։ Առանձնապես ես արժանահավատ չեմ համարում Գելափի հարցումները, չեմ կարող ասել ինչ մեթոդիկայով են դա անում, բայց խոսքը վերաբերում է, որ զանգում են, հարցումներ են անցկացնում, հեռախոսազանգով պատասխանում են։ Մենք ինքներս մեր ուժերով հարցումներ ենք անցկացնում, մի անգամ չի որ դա եղել է, բայց ոչ հրապարակման համար, զուտ մեզ համար աշխատանքային։ Եվ մոտարապես 60 զանգ ես անում, որ մի հատ օբյեկտիվ պատասխան ստանաս։ Մեկը չի պատասխանում, մեկը կարծում է, որ իր հեռախոսի համարը կֆիքսեն, մեկը մտածում է, որ իր համարը ով է տվել, եւ այլ եւ այլ։ Եթե մենք օբյեկտիվորեն գիտենք, որ մեզ համար անհրաժեշտ շահագրգիռ մարդիկ, վարձու մարդիկ չեն, թիմակից են, որոնք որ ուզում են օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ, 60 հատ միջինացված զանգից մի հատ զանգ ես վերցնում, այն էլ որ հազիվ կարողանաս նայես ինչ սոցիալական կարգավիճակ ունեցող մարդ է, ինչ տարիքի, կին է, տղամարդ է, ահել է, ջահել է եւ այլ մի շարք գործոններով պայմանավորված, որ կարողանաս այդ քո 1000 հոգանոց ընտրանքը տրանսֆորմացնես ամբողջ երկրի վրա եւ շեղման տոկոսը լինի փոքր, հաշվի առնելով, որ դու այդ կարգի ընտրություն ես կատարել, գյուղական բնակչություն, քաղաքային, այսինքն ուզում եք ասեք, ես հավատամ, որ մեկին վճարել են, ինքը տենց մի 60 տեղ զանգել է, որ մի հատ զանգ իմանա, թե զանգել է մշտական նույն համարներին, որ են միշտ զանգում են, որ նրանց կարծիքը մի չէ դզել փչելով կարող են ասել։ Չեմ ուզում խորանալ, որովհետև չգիտեմ ոնց են արել, բայց ես հո գիտեմ, որ դա էլ չեմ ասում, որ ինչ որ մեկը կարող է պատվիրատու լինել դա անելու համար։ Դա էլ դնենք մի կողմ։ Բայց լավ, համարենք իրանք ինչ որ թվեր են հրապարակել եւ այդ թվերով պայմանավորված փորձում ենք օրեցիր ունենալ։ Ինչ է ստացվում։ Ամենաշատ ձայնը ունի Նիկոլ Փաշինյանը, որից հետո գալիս են ռուսամետ ուժերը, այն հիմնական 3-ը, եւ մեկ էլ ուժեր, որոնք ասել են, չենք միանա իշխանությանը, չենք միանա նախկիններին, բայց հո Սամվել Կարապետյանը նախկին չէ, ինչի մասին է խոսքը։ Սամվել Կարապետյանը ոչ Ռուսաստանի հետ կապ ունի, ոչ էլ նախկին է։ Այսինքն ակնհայտորեն ցույց տալով, որ եթե պակասի այս ուժերի ձայները, իրանք այդ ձայնը կտան նրանց։ Եվ ինչ է ստացվում։ Գելափի հարցումները հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը ունի առավելագույն ձայներ, բայց այս 3 ուժ, այդ թվում նաև արբանյակ ուժեր, ոչ միայն այդ 3-ը 50%-ից ավել ձայն ունեն։ Վերջ, Հայաստանը գնաց Ռուսաստանի տակ, անդառնալիորեն։ Դուք դրա հետ համաձայն եք, ժողովուրդ, համարենք այս հարցումները ճիշտ է, համաձայն եք, դուք դա այդպես եք ուզում։ Մեր երկրի ապագան եք ուզում, լուրջ եք ասում։ Քոչարյան, Սամվել Կարապետյան, հա, Գագիկ Ծառուկյան, որ հավաքվեն, երկիրը տանեն։ Կամ էլ եթե մի քիչ էլ պակասի, այն ուժերը, որոնք ասել են մենք միանալու ենք, Սամվել Կարապետյանին չենք համարում նախկին, դուք ուզում եք Հայաստանի ապագան, դա ձեր երեխաների ապագան դա եք ուզում։ Մենք կատեգորիկ ասում ենք դրան դեմ ենք։
Եվ դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար իսկ մյուսը, ինչ որ մարդիկ էլ մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե ավելի շատ ձայն ունի, հավանականությունը նա է, որ ինքը կհաղթի, բայց հավանականությունը ո՞նց է նա, որ ինքը կհաղթի, եթե նրանց ձայների հանրագումարը կեսից ավելին է։ Ու այն մարդիկ, ովքեր մտածում են, որ վայ, կարող է sense պրոբլեմը լի երկիրը տանեն, Փաշինյանին ձայն տանք, որ Ռուսաստանից փոկենք, Ժողովուրդ ջան, Փաշինյանին ձայն ես տալը Ռուսաստանից ոչ միայն չես փոկում, այլև կպնում ես Թուրքիային եւ Ադրբեջանին, չփոկվելով Ռուսաստանից։ Դուք չեք հասկանում, մենք ինչ ընտրություն ենք հիմա կատարելու։ Բայց այդ դեպքում մենք ինչ ենք ասում։ Եթե մենք անցողիկ տեղ չենք, ըստ այդ հաշվարկի, այդ դեպքում հարց, բան չեք երկու հատ հզոր զորք պահում, մի մասն ասում է, որ Ռուսաստանի պատվերն ենք կատարում, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Գուրգեն Սիմոնյանը, մի մասն ասում է Նիկոլ Փաշինյանի պատվերն ենք կատարում։ Այդ վճարովի ծառայությունա, չէ։ Դուք մարդկանց վճարում եք, որ ինչ անեք։ Ժողովրդին հիասթափեցնեք, որ ինչ արեք։ Մի ուժից, որը չի հաղթահարում, անցողիկ շեմը։ Լուրջ եք ասում։ Կամ էլ թե չէ դուք այդքան վճարում եք, որ այդ մարդիկ ամբողջ օրը ոնց որ գործի են գնացել, ամբողջ օրը տարածեն Գուրգեն Սիմոնյանի մասին, վարկաբեկող ինչ եք տարածում, մի հատ նկար, այսքանի ամիս է։ Բա մնացած կոմպրոմատը ուր է։ Ժողովուրդ, այդ մի հատ նկարն է, որ իրար հետ Բրյուսել են գնացել, ռուսամետներով, հա։ Այն էլ գնալուց հետո էլ մի քանի հոգի գնացել իրար հետ հաց են կերել։ Այն է փորձագետ ժամանակ, որ հրավիրել է։ Կուսակցության հետ ոչ մի առնչություն չի եղել։ Ու այդ փորձագետներով հավաքված, որ գնացել են, նրանցից ոչ մեկը իրար հետ հիմա չի համագործակցում այս ընտրությունների հետ կապված։ Ինչ շառ եք անում, ժողովուրդ ջան, կամ ինչի համար եք անում։ Բայց ամբողջ ընթացքում այդքան փող ծախսողը մի հատ կոմպրոմատ չգտավ, հանի դնի դեմը ասի ժողովուրդ, այն որ նկարվել են, հետո պարզել ենք, այդ մեկը այսքան փող տվեց, այդ մեկը էս արեց, այդ մեկը պաշտոնի դրեց։ Ուր է ձեր կոմպրոմատները, ժողովուրդ ջան, բացի այդ հայկական սեղանի շուրջ նկարը։ Էլ ուրիշ բան չունեք։ Դե չունեք էլի, որտեղից ունենաք։ Ինչի եմ ասում։ Ձեր նպատակը բավորն է, որ տենց տանկի գնով փորձում եք Հայաստանից դուրս գործող մարդկանց էլ ներգրավել, պայքարել մի կուսակցության դեմ, որը չի հաղթահարում, չէ, դուք հրաշալի գիտեք ինչ է կատարվում։ Ձեզ դրա համար էլ վարձատրում են, ժողովուրդ ջան։ Շատ լավ էլ վարձատրում են, որովհետև այտենց տանջել ձեզ իմաստ պետք է լինի, չէ, հենց այնպես սուդա չի լինի։ Հիմա նայենք, ինչ եմ ասում ես, որ հասկանանք։ Առաջի փուլով պատկերացրեք մենք դուրս ենք մնում խաղից։ Պատկերացրեք։ Առաջի փուլով երկու կողմից մեկը հաղթում է։ Երկուսից ոչ մեկը արդյունքը չի ճանաչելու։ Հիմիկվանից դու գիտեք, որ չի ճանաչելու։ Իշխանությունը պետք է ասի էս դավաճանների ուժերը երկիրը տանում են, կալանավորեք ռեպրեսիաների տակ կողի։ Առանց նրա թե կմտածի թե միջազգային դիտորդներին ինչ կասեն, շատ իրապետն է էլի միջազգային դիտորդներին ինչ կասեն։ Մանավանդ Եվրամիության դիտորդներն էլ պետք է ասեն ամեն ինչ լավ է, կուլտուրական ներխուժել են, այս կողմ այդ գիտենք։ Մենակ որ հանկարծ երկիրը չտանեն։ Իսկ այն մյուս կողմը հաշտվելու է ընտրության արդյունքների հետ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասել է ընտրություններից բոմժ եմ սարքելու ձեզ, կզսնելու եմ ձեզ, սատկացնելու եմ ձեզ, թողելու եմ երկու բոթասով։ Հա? Այդ մյուս կողմը ընտրության արդյունքների հետ հարմարվելու է։ Այս կողմն ասում է նա հաղթեց երկիրը կործանվելու, այն կողմն ասում է նա հաղթեց երկիրը կործանվելու։ Մեզ ասում են ուղում եք միանալու։ Կործանիչներին ժողովուրդ լուրջ եք ասում։ Մենք միանում ենք այն մեկին երկիրը կործանենք, թե միանում ենք այն մեկին երկիրը կործանենք։ Բա ի՞նչ է մեր ասածը եւ ի՞նչ է իրանց արածը։ Եթե դուք ձայն եք տալիս այս երկուսին, որ կռիվը գնա այս երկուսի մեջ, այս երկուսը ընտրության արդյունքների հետ չեն հաշտվելու, ժողովրդին հանելու են փողոց բախման։ Մեկը ունի վարչական ռեսուրս, մեկը ունի ֆինանսական ռեսուրս։ Վարձկաններին լցնելու են փողոց։ Այդ ժամանակ չեն էլ վախենալու կալանավորելուց։ Տանում եք երկիրը բախման, աշխարհաքաղաքական էս իրավիճակում, որ մարդիկ ներքաշված են մեր ընտրությունների մեջ։ Իսկ մենք ասում ենք, հարգելիներս, մենք կստանանք ձայն, ոչ նրան կմիանանք, ոչ նրան։ Առաջի փուլով ոչ մեկը չի հաղթի, որպեսի ամսի 7-ի գիշերը արդեն մտածեն գնում ենք բախման։ Ժողովուրդը լարված, ժողովուրդը ոգևորված, ժողովուրդը պատրաստ պայքարի, արդյունքը նայում է, դուրս չի գալիս։ Իրանց լիդերներն ասում են լցվեցինք փողոց։ Ու երկիրը տանանք բախման։
Թշնամին էլ հրաշալի գիտի, որ մենք այդ ժամանակ պատրաստ ենք գնանք բախման։ Իսկ մեր պարագայում դա բացառվում է։ Ինչի՞։ Որտեղ եթե մենք ստանում ենք ծանրակշիռ ձայն, երկուսից ոչ մի թևը չի հաղթում։ Եթե երկուսից ոչ մի թևը չի հաղթում, process-ը պայմանականորեն ասենք մտնում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ ասելով, եթե իշխանությունը չի կարողանում կառավարություն ձևավորել, նույն շանսը ունենում է, չեմ ուզում կոնկրետ ժամկետներ օրները ծանրաբեռնենք, հնարավորություն, որ ինքը ձևավորի կոալիցիոն կառավարություն։ Այսինքն ամսի 7-ի գիշերը ոչինչ չի որոշվում, որտեղ ամսի 7-ի գիշերը հասկանալի է դառնում, որ այս խաղը շարունակվելու է, առաջի հարվածը մարդիկ ստացան, հասկացան, դիրքավորվեցին ինչա կատարվում, արդյունքում կանգնում ենք, միջև մտնում ենք երկրորդ փուլ, այլևս ժողովրդին բախման հանելու տրամաբանությունը չկա, եւ այնպես էլ չկա, որ ասեն կռիվը գնում է այս երկուսի մեջ, այս մեկը այս մեկին պետք է ոչնչացնի։ Սա էլ նրան ոտքերից կախի, որովհետեւ եթե ինքը նրան ոտքերից չկախի, նա նրան կզսնելու է։ Էս եք ուզում ժողովուրդ ջան։ Իսկ մեր պարագայում մենք ասում ենք, հոп ժողովուրդ ջան, հանգստացեք։ Մենք ձեզ կոմպրոմիս ենք առաջարկում։ Դու ասում ես նա երկիրը վերացնելու է, նա ասում է երկիրը վերացնելու է, մենք էլ ասում ենք, ունենք կոմպրոմիսային տեխնացու, որից ունեցվածք չեք խլել, որը վատ չի բանակցել, որի վրա բեռ չկա, որը ատելության աչքերը արուն կողած ձեռքերն էլ արունոտ չի, ես իրիկատ ունեմ վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանը, դեպքը մտրեք իրան, և մարդկանց փողոցանելու կարիքը չի լինի, բախման կարիքը չի լինի, երկուստ էլ ասեք նրա ինադու ընտրում եմ, մենք էլ մեր ծրագիրը իրականացնենք, ակնհայտ դուք տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը մենակ է, որտեղ Նիկոլ Փաշինյանի արբանյակ արևմտամետները այդ նույն հարցման արդյունքում շատ ցածր տոկոս ունեն, որևէ շանս չկա, որ նրանք հաղթահարեն շեմը եւ օգնեն Նիկոլ Փաշինյանին։ Դա ակնհայտ էր նույնիսկ առանց Գելափի ժողովուրդ ջան։ Այդ ով չգիտեր, որ իրանք այդ ձենը չեն ստանալու։ Վերջ Նիկոլ Փաշինյանը մենակ է, որը չի ցանկանում իշխանությունը հանձնել, որը առիթ ունի ասելու, որ իշխանության են եկել լրտեսները, իշխանության են եկել գործակալները։ Մենք թույլ չենք տա, որ գործակալական ցանցը երկիրը տանի։ Այսինքն իրանք ակնհայտորեն ճնշելու համար հիմքերը նախապես ստեղծել են մինչև ընտրությունը։ Բարդ է այդքան հասկանալ։ Նույնը Քոչարյանի վրա էլ չասենք, Գագիկ Ծառուկյանի վրա տեսնում եք, ինչ խոզարկություններ են եւ այլ, ու ես չեմ խորանում, դա ճիշտ է, թե սխալ, թե սարկած է։ Դուք գիտեք, որ դա առիթ է, որ իշխանությունը պարտության հետ չհաշտվի։ Իսկ դուք, ժողովուրդ ջան, ձեր ուզածն ինչ է։ Նիկոլ Փաշինյանը որտեղով կրակ դառնա, բոլոր թաղամասերում բոլոր բրդուճները ուտի, սրտիկները կպցնի բոլոր պատերին, մենք որ գնում ենք փողոցով քայլում ենք, այտենց պատ ու ծակ չկա, որի վրա Նիկոլ Փաշինյանի սրտիկն ու պատկերը խփած չի, ժողովուրդ ջան։ Ես չեմ պատկերացնում, որ նույնիսկ անհույս Նիկոլապաշտները, որ այդքան նայեն այդ սրտիկն ու այդ դեմքը, սրտխառնոց չեն ունենա, ժողովուրդ ջան։ Նիկոլ Փաշինյանի նկարները սրտխառնոցի աշճան տարածած է ամբողջ երկրում։ Նա դրանից ավել ձայն չունի, տեղով որ կրակ դառնա, բայց դուք ունեք հնարավորություն, ունեք շանս իրավիճակը փրկելու, որ առաջի իսկ օրը բախում չլինի, եւ երկրորդ, եթե դուք ասում եք հայ Նիկոլ Փաշինյանից զզում ենք, բայց չենք ուզում երկիրը ռուսները տանեն, հա ձեր ձայնը տվեք Գուրգեն Սիմոնյանին, բայց չեք ուզում, մենք էլ չենք ուզում։ Մենք ասում ենք չի կարելի ասել ընտրենք այս ռուսամետների, մենակ այս Փաշինյանից պրսնենք, կամ ընտրենք Փաշինյանին, որ երկիրը չտանի ռուսներին։ Իմաստը որն է, մենք այլ ընտրանքը ձեզ ասում ենք, ու պարզ ասում ենք, դաշտը հստակ է, ինչա դա հիստերիայի մեջ գցում մեր տեսակետը, որտեվ ասում են ոնց, բա ձեզ չենք կարալու առնենք կամ վախացնենք, բայց մեր ինչին է պետք, որ դուք ընտրվեք, այս հիստերիան դուք չեք տեսնում, ժողովուրդ ջան, աշխարհաքաղաքական հիստերիան Հայաստանի շնորհապետական կուսակցության դեմ, այսքան ռեսուրս ծախսելը մի կուսակցության համար, որ վերջերս է ստեղծվել, մի քիչ շատ չի կասկածելի։ Որովհետև մի բան կա, այո Նիկոլ Փաշինյանը մենակ ավելի շատ ձայն ունի, բոլորի, ամեն երկրորդ տեղից, բայց ինքը հավաքական ավելի քիչ ձայն ունի, քան եթե նրանք հավաքվեն։ Նիկոլ Փաշինյանի սատարողները չեն կարող անցնել եւ իրան միանալ,
ով էլ այս կողմը անցավ միանալու է նրանց Գյումրի երկրորդ տարբերակն են անելու, որը որ մեր ժողովրդի պարտությունն է։ Հա, Նիկոլ Փաշինյանի աջակիցները կպարտվեն, այդ հասկացանք, բայց մենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակից չենք, մենք էլ կպարտվենք, եթե երկիրը գնա Ռուսաստան։ Ես 22 տարի Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից ու Ամերիկայից եմ խոսում։ Դա ինձ համար անձնական պարտություն է, բայց շատ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը ով էր, որ ես նրա ճակատագրով 22 տարի առաջ որ խոսում է, ինքը թերթի խմբագիր էր, իմ գրասերն էլ տպել է, մեկ-մեկ էլ հանում ձեզ ցույց եմ տալիս։ Ես ինչ որ մի անձով եմ պայմանավորում դա։ Ինձ համար կատեգորիկ սխալ է։ Բայց նույն ձևի ես կարող եմ համաձայնվեմ, միանանք, որ Ռուսաստանը չտանի Հայաստանը Նիկոլ Փաշինյանին եւ իր արունոտ ձեռքերով ինչ անենք։ Կսենք այդ արունը մեր ձեռքերի, որ ինչ։ Անոնիշ տնենք ինչի համար։ Նախարարի պորտվելի։ Ժորժյան, եթե ես ունենայի նախարարն եմ, վաղուց նախարար կլինեի։ Ես չգիտեմ ում համար է դա կյանքի երազանք։ Ինձ համար դա ընդհանրապես երազանք երբեք չի եղել։ Ամոթ է որ ես տենց պրիմիտիվ բաների վրա նախանձեմ, որտեղ իմ կարգի մարդու համար դա բեռու պատասխանատվություն է։ Դա ձեր ձայնով կարանք որոշենք ես որտեղ լնեմ։ Կորոշեք այնտեղ կլնենք։ Բայց գնել բազարի նստել պաշտոնի համար ու մարդիկ կանգնեն ասեն չես ամաչում, այդ ինչ է իր այդքան խոսում։ Վերջը արածը սա էր, որ ինչի համար, որ ինչ անենք։ 100 տարի ես չեմ ապրելու ժողովուրդ ջան։ Մի քանի տարի առաջ կովիդից ես կարող եմ այն աշխարհից հետ չգայից հազիվ են հետ բերել։ Եվ իմացել եմ մի բան, կարող է արդեն 5 տարի առաջ ես չլնեի։ Ինձ հետ չեն բերել, որ գնամ որևէ մեկի լափից օգտվեմ ժողովուրդ ջան։ Եթե ինձ հետ են բերել մի առաքելության համար, որ գոնե ձեզ ծառայեմ, խիղճս հանգիստ հրաժեշտամ ասեմ վկայի ամենազորաստված այսքանը արեցի։ Ու դուք կարծում եք, որ ես կմիանամ որևէ մեկին, որը գնա մեկի հետ խաղեր, տա։ Այդ խելքին եք։ Դրա համար ես ձեզ պարզ ասում եմ։ Ուզում եք երկիրը բախման չգնա, մի ձև կա։ Ձայնը տալիս եք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի վարչապետի տեխնատունն բանը Գուրգեն Սիմոնյանը։ Վերջ, էսա։ Եթե չէ, դուք գիտակցաբար տանում եք բախման ու չասեք ժողովուրդ, բայց ոնց սենց եղավ, այն մարդ մտնելով չեր անցնում է։ Մարդիկ էլ կային, որոնք ժամանակին իմ ելույթները լսում էին, գիտեք ոնց որ Աստվածաշունչ է ժողովուրդ ջան։ Ինչ պատմում էին, որ առանց քեզ լսելու քուններս չեր տանի, քեզանից բան ենք սովորում աշակերտի պես։ Այսօր ինձ է քննադատում։ Մեղադրում ու կասկածում կարող է ռուսների հետ խաղեր եմ տվել։ Տղեկ ջան, դուք առնվազն մեղք եք։ Առնվազն։ Այդ ինչ օրն եք ընկել տենց։ Այդ ինչ ձևի եք լափի կարիքի մնացել, որ դուք արդեն մոռացել եք, թե ինձ ինչ էիք ասում ու հիմա ինչ եք ասում, ժողովուրդ։ Ես անձնական շփման ինֆորմացիան ջրերես հանող չեմ, դա կոռեկտ չի։ Եթե 22 տարվա մեջ տարբեր մարդկանց հետ անձնական շփվել ենք, գիտեք քանի մարդու հետ ենք բարիկադների տարբեր կողմում հայտնվել, բայց երբեք անձնական ինֆորմացիան չենք օգտագործել։ Դա առնվազն ասում եմ, բարոյական չի։ Բայց գոնե ամոթ ունեցեք, էլի ժողովուրդ ջան։ Գոնե ձեզ հայլուբեջ որ նայում եք, թքեք այդ հայլու երեսին։ Գոնե մի քիչ ձեզ կհասնի։ Սա դուք մեր երկիրը տանում եք բախման, ասում եք անտենանը խաչ ղայնանում։ Չէ, Ժորժա, հանգիստ ասեմ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի քանի օր հետո Հայաստանը տանում ենք բախման, առիթից կօգտվի թշնամին եւ կմտնի Սյունիքը կվերցնի։ Ծափարեք, ժողովուրդ ջան, լցվեք քուչեքը եւ ապարեք։ Ձեռեք առը ձեզ թե ինձ։ Ես հիմա ձեզ պարզ ասում եմ, ինչի եմ ես միացել մի ուժի, հասկանալով, որ դա է այն լուծումը, որի պարագայում մենք բախումից կխուսափենք։ Փողի ու պաշտոնի տեղերը չգիտեի, բայց գիտեի մարդիկ բախման են տանում։ Հիմա դուք պատկերացրեք, ես այդ երկու թիմերից մեկում էի։ Ես ինչ էի անելու։ Այս մի կողմից պետք է ասեի, այս սրիկաներին դատեք, սպանեք, ոչնչացրեք, կզծրեք, թե այն կողմից պետք է ասեի, ես հողատուն, որ երկիրը տանում է Թուրքիայի տակ, պետք է գանք ոտերից կախենք։ Ես երկուսից մի կողմը պետք է լինեի, դուք, ես մտածեք, ես այդ թիմում կլնեի։ Ես իմ ընտրությունը կատարել եմ։ Ընտրել մի մարդ, որի վրա այդ բեռը չկա։ Հասկացաք։ Էտա որ որևէ մեկը մտքի ծայրով չի հասնի, որ որևէ ձևով ես կարող եմ հանկարծ ինչ-որ բանի մեջ գայթակղվեմ։
Գուրգե Սիմոնյանի հայրը ինձանից մի քանի ամիս մեծ։ Մենք տարեկից ենք։ Ես կանգնել եմ իմ երեխայի տարեկի մարդու կողքին, ասել եմ օգնեք։ Բայց նա երեխա չի, Ժողովուրդ ջան, իր տարիքում Ամերիկայի նախագահ Թեոդոր Ռուզվելտը երկիր էր ղեկավարում։ Այդ մարդը գիտնական է, մեր մոտ գիտնական աշխատանք չի համարվում։ Բանակել է ծառայել, պատերազմի էլ է մասնակցել, շատ ամեն ինչի մեջով անցել է, կողքը հավաքել է մարդիկ, որոնք եկել են կյանքի գրով կանգնել են կողքը եւ ամեն ինչին իրան աջակցում են, անգամ ֆինանսապես, որը ձեզ համար հասկանալի չի։ Դուք կարող եք ասեք, ես ինչ է խոսում է, ոչ թե մարդը եկել է, միացել է, ոչ թե փող առնել, փող դնի։ Դե չեք հասկանալ, չէ, դուք դա չեք կարող հասկանալ, իմաստ չունի ասել, թե չեք սկսեք վրես կասկածել, կասեք, հնարավոր չէ Հայաստանում տես բան հնարավոր չէ, այս մարդը ինչ է պատմում։ Ժորժ ջան, հատ այդ բոլոր մարդկանց վերցրեք, ով կողքը կանգնել է։ Եկել ասել է ինչով օգտակարել եմ։ Այս է։ Հիմա իմասացնել է դա, Ժորժ ջան։ Մենք գիտակցաբար գիտենք, որ այս երկուսի պայքարը տանում է բախմանին չենք անում, ասեք։ Համաձայնվում ենք դրան։ Մի ձև ունեք։ Մի ձև։ Այս թիմը ասել է ձայները տալու են Փաշինյանին, այս թիմն ասել է ձայները տալու են Սամվել Կարապետյանին։ Այն երկու ուժերն էլ ասել են ձայնը տալու են Կառավելագույնին։ Դաշտը հստակ է, ոչ մի կասկածելի ոչ մի բան չկա։ Մի ուժ է ընդհանրեն ասել, չենք տալու ոչ նրան, ոչ նրան։ Ու այս հիստերիան այդ ուժի վրա է տարածված։ Հասկանում եք։ Մի լուծում ունեք, երկիրը բախման չտանելու։ Հետո չասեք, բա մենք ինչի կորուստներ ունեցանք։ Բավար 20 տարի առաջվա, 22 տարի առաջվա գրածը հանում ասում եմ Ժորժ ջան, այս որ ասել եմ, եթե այսօր ասեի, չէի հավատա, որ դա ինչ մանակը ասը կյանքը ապացուցել է, որ դա ճիշտ դառավ իրականություն։ Շատ ցավում եմ, որ դա այդպես եղավ, որտեղ մենք դեցել աճ չունեցանք։ Դա եմ ասում։ Հիմա էլ սա եմ ասում։ Բախումից խուսափելու մի ձև կա։ Ձայնը տալ Քվեաթերթիկի 4-րդ համարին Հայաստանի շնորհապետական կուսակցությանը։ Երկրորդ տարբերակ գոյություն չունի, ես ձեզ բացատրեցի, որովհետև երկրորդ ցանկացած ուժ միանալու է կամ նրան կամ նրան։ Ու տանելու է երկիրը բախման։ Ու ոնց որ Արտուր Բաղդասարյանը միացավ Սերժ Սարգսյանին եւ զորքահարեցին ժողովրդի դեմ, լեգիտիմացրեց բռնությունը։ Որևէ մեկը կամ պետք է նրան միանա կամ նրան միանա։ Որ ասի իշխանությունը մենակա լծվեք փողոց, դեպ ասեն, եթե լինի անարդարություններ, մենք էլ կարող է կոչ անենք մտնել լծվել փողոց, մենք էլ կարող է մանդատ չվերցնենք, ասենք ես ինչ եք անում, բայց մենք արհեստականորեն չենք սրելու, գիտեք ինչի, որտեղ որ վարչական ռեսուրս ունենք, ոչ ֆինանսական, եթե ժողովուրդը ցանկություն ունենա փողոց դուրս գա, մենք նրանց կառաջնորդենք, բայց մենք արհեստականորեն չենք սրի հանել բախման տանել ժողովուրդը, եթե ժողովուրդը չի ուզում, մենք ում ենք առաջնորդում։ Մերը կարող է լինել իրական պորտկում, իրական դժգոհություն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ մեր պարագայում կարող է դրա անհրաժեշտությունն էլ չլինի, որտեղ ես դες բացատրեցի, հարցը որն է։ Դուք ասում եք, բա լավ լուծում չկա, մեզ ակնհայտ տանում են բախման, ասում եք կա էլ։ Ես այդ լուծումը ինձ համար գտել եմ։ Ես ձեզ օրինակ եմ ծառայել, ձեզ էլ նույնն եմ առաջարկում, հարգելիներս։ Թե չէ հեշտ եք պատկերացնում ամեն օր տասնյակ կիլոմետրեր ոտքով քայլելը, արևի տակ, անձրևի տակ, հա։ 66 տարեկանում ես էլ ուրիշ բանուգործ չունեի։ Իմ տարիքի մարդիկ հիմա այգում շախմատել չեն խաղում, այդքան խելքները չի ասում, շաշկի են խաղում։ Իսկ ես այդ մարդկանց հետ փողոցում եմ, որպեսզի ձեր երեխայի ապագայի հարցը լուծենք, որովհետև դուք մի կտոր լափի համար որոշ մարդիկ ձեր երեխայի ապագան տանում եք երկիրը բախման։ Իսկ այդքանը իմ խելքը հասնում է, այդքան վերլուծական ունակություն ունեմ, որպեսզի կարողանամ երկիրը բախուման տանելուց խուսափելու տարբերակ առաջարկեմ։ Ու երբ որ ասել են լավ, դե ասում եք ոչ նա, դե մի այլ ընտրանք ցույց տվեք։ Հիմա ցույց եմ տալիս, ասում եմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Ես էլ գնացել եմ, կանգնել եմ իրանց կողքը, ձեզ էլ նույն խորհուրդն եմ տալիս։ Ու եթե այդ առիթից չեք օգտվում, մի քանի օր մնացե։ Էլ ուրիշի վրա չգցեք։ Դա դուք եք ուզում, որ երկիրը տանեք բախման։ Մենք ձեզ լուծումը առաջարկում ենք։ Իդեպ, միջև անցնել է աշխարհաքաղաքական զարգացումներին, հաշվի առնելով, որ սա մեր գործիքներից, նաև կարևոր ճկուն գործիքներից մեկն է,
կայքը, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ժողովրդի մեջ։ Իդեպ ասեմ ձեզ, ես շատ-շատերի հետ շփվում եմ, զարմանում եմ, ես նայում եմ դիտումների քանակը եւ նայում եմ այնքան մարդու, որոնք որից դիտում են, զարմանում եմ, ասեմ, բայց թվերը ոնց որ չի բռնում։ Կարող է մեկը ամեն օր չի դիտում, բայց պարբերաբար դիտում է։ Այնուամենայնիվ քանակությունը մարդկանց, ովքեր ինձ դիտում են, ֆանտաստիկ շատ է։ Եթե նույնիսկ մարդիկ կան, ովքեր դրանով կկասկածեն, թող գան մի մետր ինձանից հետ քայլեն եւ լսեն մարդկանց կարծիքը։ Դրա համար սա մեզ համար շատ կարևոր գործիք է, ժողովրդյան։ Ու եթե ցանկություն ունենաք ձեր ֆինանսական աջակցությամբ ալիքի զարգացմանը օգնեք, նյութի նկարագրական մասում կա եւ բանկային փոխանցման տարբերակ, եւ քարտային փոխանցման տարբերակ, եւ արագ փոխանցման տարբերակ, եւ իդրամի տարբերակ, PayPal-ի, Patreon-ի բոլոր հնարավոր տարբերակները կա։ Բայց շատ ավելի կարևորը հավատացնում եմ ձեզ, ինչքան էլ ես շատ կարևոր համարեմ են ինչ որ անում ենք ու հետո էլ ենք անելու միասին շփվելու ենք այս ալիքով, նաև անպայման կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, այնտեղ փոխանցումներ անեք, որովհետև դրանով մենք շատ կազմակերպական հարցեր ենք անում, նաև տեսնում եք, նաև վերաբերվում է թե ֆլայեր կլինի, բուկլետ կլինի, պլակատներ կլի փողոցում բաներների վրա, թե մարզայնացի, հազարով մի խնդիրներ կա, որ լավ եք հասկանում, եւ այդ ամեն ինչը խստագույնս հաշվառված է պետության կողմից, ամեն ինչ անի, որ նույնիսկ 1000 դրամի տարբերությունը ֆիքսի, որպեսզի կարողանա վերահսկողության տակ պահի։ Դա է պատճառը, որ եթե դուք օրինական ձևով դա անում եք, դա մեզ պարզապես օգնում եք ավելի ճկուն ձևով դրանով մեր աշխատանքներն անեն։ Բացի դրանից շատերը զանգում են, այսօր էլ մի քանի հոգի զանգել, անպայման ուզում ենք աջակցենք, մեր աջակցությունը կազմակերպական հարցերում եւ այլ, ոչ միայն ֆինանսական, հազարով մի հարցերում։ Մեկը վստահված անց կարող եմ լինել, մեկը ասում է, այս կանեմ, մեկը փողոցում մեկերա մարդը հանդիպել, ասում է բուկլետները տվեք։ Տվեք բուկլետները, տանեմ, բաժանեմ ձեզ։ Չեմ ուզում ասեմ կոնկրետ ինչով էր զբաղվում, մեկը մարդը խնդիրներ չունի, բայց առանձնապես չէր անհանգստանում, որ խնդիր կունենա։ Տվեք, ես տանեմ, բաժանեմ, ես անեմ, այն անեմ։ Մարդիկ էլ ամեն մեկը իրանց գործն անում է։ Դուք էլ այո, կարող եք դրանով մասնակից լինել։ Եթե խոսքը վերաբերում են մարդիկ, որոնք շատ սրտացավ են, ես այդ կարգի մարդկանց շատ եմ ճանաչում, դրսում շատ եմ հանդիպում, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանի համար խելքները գնում է եւ իրանց օրը անց են կասնում Հայաստանի իրադարձություններին ծանոթ լինելով, մտահոգ լինելով, բայց քանի որ չեն կարող կուսակցությանը փոխանցում կատարել, ես դրա համար նշեցի, որ նաեւ կայքի հետ կապված հասարակական կազմակերպության բանկային փոխանցման տվյալները մենք իհարկե օրենք չենք խախտի, այդ գումարները չի գնա կուսակցության հաշվին, որպեսզի որևէ մեկը մեզ մեղադրի օրենքի խախտման, տեսնում եք ինչեր են անում, բայց մեր կազմակերպական հարցերում կանենք այնպես, որ առանց օրենք խախտելու ճկուն ձևով մեր գործին նպաստենք։ Մի խոսքով դա պատկերացրեցիք, ես ձեզ առաջարկեցի մեկ անգամ եւս ասեմ, մենք փրկիչներ չենք, ընդհակառակը մենք մենք պայքարում ենք այդ սուտի փրկիչների դեմ, փրկիչը դուք եք, փրկությունը Հայաստանի շնորհապետական կուսակցության ծանրակշիռ ձայն ստանալն է, մենք չենք փրկիչը, մենք ընդհանրապես այդ գործիքակազմով իրավիճակը կարողանալու ենք հանգուցալուծել։ Հիմա նայենք Աշխարհում ինչ է կատարվում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է. նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ, նա շատ լավ մարդ է։ Սա իհարկե մի օր առաջ էր ասել, այս ընթացքում էլ անդադ խոսում են բավական լարված հարաբերությունները Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի միջեւ, ինչով է դա պայմանավորված, որովհետեւ Բենյամին Նեթանյահուն ստիպեց Դոնալդ Թրամփին սկսել Իրանի պատերազմը, որը որ լավ կշռադատված չէ թե այս պահին ինչ անել, որի արդյունքում լավ էլ հասկացան, որ Նեթանյահուի ասածով էր անում Դոնալդ Թրամփը, հետո երբ որ արդյունքները չեղավ, Նեթանյահուն էլ անհանգստացավ, որ կարող է այդ դեպքում Իրանին եթե չկոտրեն, բավոր միջուկային զենք ստեղծի կամ բալիստիկ հրթիռներ, բա ինչ ալնելու, ինքը ցանկանում է, որ պատերազմը շարունակվի, Թրամփն էլ չի տեսնում դրա հանգուցալուծումը եւ դրա համար առաջացել է լարվածություն եւ հիմա ինքը ուզում է ցույց տա, որ չէ, ոչ թե Նեթանյահուն ոնց ասի ես պետք է անեմ, այլ հիմա ես ոնց ասեմ ինքը պետք է անի։ Չնայած մի քիչ համարձակ է ասում, որովհետև ինքը այնուամենայնիվ այդ տենց ասում է, բայց մեկը Նեթանյահուին, որ լսում է, միանգամից էլի նորից մեղմանում է եւ ասում է չէ, դու ասա ես անեմ, բայց ամեն դեպքում գոնե եթե համարձակությունը հերիքել է հրապարակային ասի, որ Նեթանյահուին ինքը պետք է ասի, էլի լուրջ առաջընթացա, չգիտեն քանի օր կդիմանա, դրա համար ասել լա մի օր սպասենք, տենանք հաջորդ բանն ասում է թե չէ, նոր ասեմ, այնը չի ասել, դրա համար ասեցի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել։ Մի հատ sense կարճ կոնկրետ ասում է ու դրանից հետո գնաց հերթով ինչեր ամեն անգամ պարզաբանումներ։ Իսկ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային ինչ ասել, Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով մտքերի փոխանակումը տեղի ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։ Այսինքն այնուամենայնիվ Իրանը պնդում է, որ այս 14 կետերի շուրջ ենք բանակցում, Ամերիկան անընդհատ ուրիշ կետեր է ուղարկում, Իրանը մերժում է, նորից ասում է սա պետք է անենք։ Ինչպես տեսնում եք, այս հարցը քանի լուծված չէ, մենք այնուամենայնիվ մտահոգություն պետք է ունենանք, եթե անգամ շատերը չեն պատկերացնում, թե ինչ ասել է Իրանի հետ կոնֆլիկտի հանգուցալուծում, մենք մշտապես դա ասում ենք։ Իրան, Ռուսաստան, Չինաստան։ Մի թիմ է, եթե Իրանը չզիջեց։ Իրանը հետ է քաշվում, ընդունում Ամերիկայի խաղի կանոնները, Չինաստանը զգուշավոր է Իրան պահում, եթե Ռուսաստանին դու պարտության մատնես ուկրաինական պատերազմում։ Սա է, ընտրությունը Դոնալդ Տրամփինն է։ Իսկ մենք դրան ուշադրությամբ հետևում ենք, դա էականորեն փոփոխություն է լինելու աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ինձ համար սա վիճակագրական տվյալների իմ ամենասիրելի թվերից մեկն է։ Այսօր Միացյալ Նահանգներում ավելի շատ մարդ է աշխատում, քան երբևէ պատմության մեջ, եւ դա Իրանի հետ հակամարտության ժամանակ, որը շուտով կավարտվի, շատ շուտով, ներողություն։ Իսկ երբ այն ավարտվի, բենզինի գները կնվազեն նախկին մակարդակից ցածր։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, ամենաշատ աշխատուժ ունենալով գլուխը գովալու իմաստը որն է, այդ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը մի քիչ աճում է, կարող է աշխատուժն էլ աճի։ Եթե շեշտակի աշխատուժը ավելանում է, այդ ինչ աշխատատեղ եք ստեղծել այս խառը ժամանակները։ Բա միգրացիոն քաղաքականության հետ կապված խստացումներ եք անում, մարդկանց գործից հանում եք, երկրից հանում եք, հազար ու մի բաներ եք անում, արհեստական ինտելեկտ եք օգտագործում, ռոբոտացված հազար ու մի ծրագրեր եք անում, բարձր տեխնոլոգիաներ եք օգտագործում։ Ինչ կոմպոնենտով հիմա սա որպես դրական է ներկայացում, որ շատ աշխատող ունենք հիմա, այսինքն դա ինչ է ասում։ Վերջապես դու տնտեսագիտական կրթություն ունես, բացատրի հասկանանք, դա ինչ տվեց, ոնց եղավ դա, ինչին հասար, աշխատատեղ ստեղծեցիր, ինչ արեցիր, թե չէ ժողովուրդ ջան աշխատուժը որն է։ Եթե մի հատ բուլդոզերի փոխարեն 1000 հոգու բահտաս, ասես գնացեք փորեք, 1000 հոգու աշխատատեղ կստեղծես։ Կամ մի հատ այն կատոկի տեղը ամեն մեկին մի հատ փոքրիկ գլգլիկ տաս, իրանք ասենց հանգիստ գլգլացնեն, 1000 հատ աշխատատեղ կստեղծես։ Խնդրում ենք ասեք աշխատատեղ ստեղծելու որակական կոմպոնենտը։ Ինչ որակ ենք ստացել այդ քանակից, ինչ ենք արել, որ այդ աշխատատեղն ավելացել է։ Այդ միգրացիոն խստացման եւ այլն, եթե դա ընդհանրապես բնակչությունն աճել է, աշխատատեղն աճել է, աշխատողի թիվն աճել է, դա ոչինչ չի ասում։ Դա տենց էլ պետք է լիներ։ Ընդհակառակը պետք է նվազեր, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաները։ Դե լավ, մի օր կսպասենք, որ գոնե թիվեր երևի գլուխը գովալու առիթ էր, բայց հուսանք գոնե կբացատրի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին եւ մտադիր է նաեւ այսուհետ ամեն կերպ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, իրական բանակի նյութատեխնիկական ապահովման, կազմակերպման, սպառազինությունների եւ օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, զսպման, ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացման։ Ահա։ Դուք տեսնում եք, որ Իրանը պատրաստվում է զիջումների, ժողովուրդ ջան։ Քանի պաշտոնյայի տվյալ ենք կարդում, հայտարարություն ենք կարդում, այս մարդիկ զիջումների են գնում, ու պետք չի բացատրել, թե երկրի վիճակը վատ է, ժողովուրդ ջան, շատ լավ գիտեմ, որ վատ է։ Բա որ վատ է ու չի զիջում, բա մտածեք, բա դուք ո՞նց չէիք հասկանում, թե ինչ է կատարում այդ երկրում։ Որ առաջի դեմքին վերացնելով իշխանությունը չի վերանալու, որ մի քանի հարված հասցնելով չի վերանալու, միջուկային հարստացված ուրանն էլ չեք կարողանալու վերացնեք, բալիստիկ հրթիռների արտադրությունն էլ, դրոններինն էլ, բա հետ էինք ասում։ Ավելի վատ, որ այդքանը վերացրել եք, բայց մինչև մի Իրանից վախենում եք։ Ամենապետքարտուղար Մարկո Ռուբիո, Պակիստանի ներկայացուցիչները մեկ օրվա ընթացքում կժամանեն Թեհրան աջակցելու ԱՄՆ-ի ու Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ավարտն ապահովելու ջանքերին։ Հուսով եմ դա թույլ կտա առաջ շարժվել։ Նախագահը նախընտրում է լավ գործարք կնքել, նա միշտ
հենց դա է անխնդրել։ Եթե դա հաջողվի, հիանալի կլինի։ Ես չեմ ասի, թե դա հաստատ կհաջողվի։ Ժողովուրդ ջան, այսքանի օր ենք մենք այս նույն ձևակերպումը լսում։ Ամեն օր հետևողականորեն ես ձեզ ներկայացնում եմ, որ իմանաք իրավիճակի ամբողջ խայտառակությունը, հարցը լուծված չի։ Բայց նշեմ, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ հասկանալու համար, արդյոք դա հնարավոր է։ Բայց նախագահը հստակ հասկացրել է, եթե մենք չկարողանանք լավ գործարք կնքել, նա ունի նաև այլ տարբերակներ։ Ես չեմ ասի, թե որոնք են այդ տարբերակը, բայց բոլորը գիտեն դրանք, ընդգծել է Ռուբիոն։ Մենք էլ գիտենք, էլի։ Պետք է ասի, հեսա հարվածում եմ, մեկ էլ ասի, չէ, ժողովուրդ ջան, Պակիստանի վարչապետը զանգեց, անենց խաթր ունի մոտես, այսենց մատս կոճակին դրած իր խաթեր հետ քաշվեցի։ Հետո էլ դա որ անցնում է, մեկ էլ ասում է, այ մարդ դեն Էմիրատներից զանգեցին, այ մարդ ախր չեք պատկերացնի ինչքան եմ այդ մարդկանց հարգում է, այ բան չէր մնացել, կոճակը սեղմել էի, իջել էր, կեսը մատս հետ քաշեցի, որովհետև շատ եմ հարգում էլի, այս Սաուդյան Արաբիայի, Էմիրատների, Քաթարի, Օմանի խելքս իմը չի իրանց զանգելու համար։ Հիմա հաջորդը ով է զանգելու։ Մոզամբիկից են զանգելու։ Ում է հարգում Դոնալդ Տրամպը, որը կանխելու է հաջորդ հարվածը։ Այնքան ասում է, որ ասում ենք, դե խփի պրծնենք էլի, հասկանանք ինչ ես անում։ Այո, ժողովուրդ ջան, հիմա այս ամեն ինչը, այս վիճակը նաև տեսնում եք, այս լարվածությունը մեր շուրջ։ Եվ պարբերաբար իհարկե մենք սրան անդրադառնում ենք ուկրաինական պատերազմի երկրորդ պլան ոչ մի պարագայում չի կարելի մղել, անկախ նրանից ով ինչ միամիտ կարծիք ունի, որովհետև այն պայքարը, որը ուկրաինացիները առաջ են տանում ու շատ դեպքերում մարդիկ ասում են, ուզում եք ուկրաինացիների օրհնենք, Պուտինը կանգնեց, ասեց Ուկրաինան ուզում եմ վերացնեմ։ 3 օրում Ուկրաինան գրավելու էր եւ վերացնելու էր։ Հիմա այդ երկիրը պայքարում է 5-րդ տարին է, երկրի մի մասը կորցրել է, բայց պայքարում է, որ հետ բերի։ Ուկրաինային դուք ինչու եք մեղադրում, որ երկիրը չի հանձնել, լուրջ եք ասում։ Այդ խելքին եք։ Բայց դուք ո՞նց եք ասում Հայաստանի տարածքը Ադրբեջանը չի ազատում։ Կապ չունի, թե դուք ում նկատմամբ համակրանք կամ հակակրանք ունեք։ Դուք պետք է մտածեք։ Դուք մեղադրում եք մեկին, որի երկիրը ուզում են վերցնեն, եւ ինքը համաձայն չի։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մեզանից ուժեղը, եթե ասի Հայաստանն ուզում է վերցնել, մենք պետք է համաձայնենք։ Ու ինչո մեկն է պետք է ասի, դե չեք հասկանում, որ ձեզանից ուժեղ է։ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, Ռուսաստանը գերտերություն այն ոնց կարանք հավասարը հետ խոսենք։ Ուժեղի հետ մենք խոսում ենք կզածի դիրքերից։ Բա ինչ կա չհասկանալու։ Ու դուք ձեզ լավ զգացիք։ Մեզանից բոլորն էլ ուժեղ են։ Հիմա ինչ եք առաջարկում։ Վերջ։ Իսկ մենք ասում ենք լինենք այն ընտանիքի անդամ, որտեղ ամենափոքր միավորն անգամ ապահովված է, թե անվտանգային առումով, թե տնտեսական առումով։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։